Դյանաշ բաշտամունքը սկսինք երկելով 371-րդ երկը, այս առավոտ օրհնյալ։ Այս առավոտ օրհնյալ, ինչ քաղցր է հոգուս, ու դաջարակ հայտներ, զվարթություն սուրբ ուժ, գործ աշխարհի զվարճություն, գործ աշխարհի զվարճություն, չափրեն թոզիմ հանքի սիրուն, արքայն գենաց իջնյալ, հաշվե շնորհք երկնային, զայն բաշտելով ասկեր, ավտանում փրկվին, թող ընդունին մեղավորներ, թող ընդունին մեղավորներ, ու սուրբ խոսքը շնորհ գտներ, սուրբ աղավնիդ բարձրյալ, դու մեզ այսօր օրհնես, սրբևո մեր սրտեր, անոնց մեջ մնագեր, որ մեր հոգին կյանք գտնելով, որ մեր հոգին կյանք գտնելով, Տերոջը փառտացնեն Մեր փոխադարձ ընթերցումը պիտի լաթիվ 12 եւ պիտի խնդրեմ, որ բոլորս ոտքի գայնենք եւ փոխադարձը բար գարտանք։ Ներման ուրախությունը։ Երանի անոր, որուն հանցանքներուն թողություն եղավ, ու անոր մեղքերը ծածկվեցան։ Երանի այն մարդուն, որ Տերը անօրենություն չսերվերանով, անոր հոգի մեջ ներկություն չկա։ Երբ լուր գեցա, ոսկորներս մաշեցան իմ ամեն օր աղաղակելովս։ Աստծի ցորեկ ու գիշեր, ձեռքդ իմ վրաս ծառացավ, իմ դարձությունս ամառվան ժողովրդյան դարձավ։ Իմ մեղքս քեզի հայտնեցի, ու իմ անօրենությունս չծածկեցի։ Ըսի թե Տերոջը պիտի խոստովանիմ հանցանքներս, ու թուն թողուցիր իմ մեղքիս անօրենությունը։ Այսօր համար ամեն աստվածաբաշտ աղոտ պիտի անե, քեզ քու գտնվելու ժամանակդ, արդարև շատ շուրերուն հեղեղներուն ադենը անոր պիտի մոտենան, չմոտենան։ Ես իմ ապաստանարանս, ներուկենեսիս պիտի վահես, թունզիս պիտի վատես, ազատության երկերով։ Քեզի պիտի սորվեցնեմ, ու երթալու ջամփատ պիտի ցուցնեմ քեզի, քեզ պիտի խրադեմ, իմ աչքս քու վրատ պիտի ըլլա։ Սիրուպես, ճորիպես միելա, որոնք ինչ ունին, ու իրենց սանցին ու բաղցին զարտողը կապելու է, որովհետև քեզի չմոտենան։ Ամփարիշտին դանչանքները շատ պիտի ըլլան, սակայն Տերոջը հուսացողին 4 կողմը ողորմությունը պիտի բադե։ Ով արդարներ, Տերոջմով ուրախ եղեք ու ցնծացեք, ցնծությամբ երգեցեք, դուք ամենդ, որ սրտով ուղիղ եք։ Դերը օրհներ խոսքին ընթերցումը աղոթենք։ Երկնավոր Փառք քեզի, որ ամիս միևս մեզի կյանք պարգևեցիր, եւ այսօր կարողացանք քու ներկայության մեջ հավաքվել, մասնակցել քու հաղորդությանդ, հաղորդագից եղանք քեզի դեր այս առավոտ։ Շնորհակալ ենք այս բոլոր զողություններուն համար, որ դու գադարեցիր մեզ ամեն մեկուն համար։
Դեր եկած ենք այս առավոտ քո խոսքդ լսելու, սնանելու, զորանալու, աճելու, մեծնալու եւ քեզի համար բդուղ բերելու, ինչ կաբրինք այս աշխարհի մեջ։ Ներկայությունովդ ամեն մեկս օրտնես եւ բոլոր անոնք, որոնք մեզ գեհդեվին համացանցի վրա օրտնես զիրենքալ եւ քո խոսքդ իրենց մեջ զորություն ներշնչե, արթնան, զորանան եւ քեզի համար փառք բերող բիդանի ամանները լան։ Դեր Հիսուսի արժանիքով գխնդրեմ։ Ամեն։ Վեցայրուր 20-րդ երգը պիտի երգենք, 4-րդ տունը, առաջին, երկրորդ եւ 5-րդ տուները պիտի երգենք, թևերդ դեղ իմ թողը լան։ Դեր իմ թողը լան, ինձ սովանի և ապաստան, հոմպնագիմ ես ամվրդով, զերծ վտանք է և ապահով, այս աշխարհի կյանքի շրջան, լի է վախով ամեն վարգյան, թևեր ու տար, միայն ով դեր, կրնամ ապրիլ ես անվեր, դեր դարած է, թևեր դիմրան, անոն կլան թող ինձ վրան, մինչև վերջին ռոբեն կյանքիս, թևեր ու տականչի օրքիս։ Ամեն։ Մեր պարապանությունը շարունակենք երգելով 29-րդ երգը գանցկամ ավելի փրկչիս նմանիլ։ Գանցկամ ավելի փրկչիս նմանիլ, ավելի խոնար ու հեզ գտնվիլ, ավելի բույթով գործել իրեն համար, ավելի նվիրված կամքին անդադար, արտեր իմ սիրտ, թող կում դլա միայն, արտեր իմ սիրտ, քեզ համար մահեզայն, մակրեզիս դեր, խնդրեմ ամեն մեղքեր, հավիտենաբես, դեր սրբե ու մակրեր, աղոցեն մանիլ, փրկչիս ավելի, կարենալ գրել, խաչեր սկաչարի, ավելի փնտրել իր թագավորություն, սուրբ հոգով դարձնել մոլորյաններ իր դուր, արտեր իմ սիրտ, թող կում դլա միայն, արտեր իմ սիրտ, քեզ համար մահեզայն, մակրեզիս դեր, խնդրեմ ամեն մեղքեր, հավիտենաբես, դեր սրբե ու մակրեր, գանցկամ ավելի, ապրիլ փրկչիս պես, մարդոց միշտ
Փառք Տերոջ մեր վերջին փառաբանությունը բիդելա 254-րդ երգը թե հաջախ ամայի ըլլա մեր ուղին Ինչ մեծ հույս ունենք սիրելիներ, որ օրը բոլոր դարաբանքները երբ վերջանան եւ մեր կյանքը սպարի այս աշխարհի վրա, Տերոջը ներկայությանը մեջ պիտի լանք եւ հավիդյան զինք պիտի փառավորենք։ Եթե դու մենակ ես ու լքված, ինչպես ձով ու նավը շախշաղված, էլ բիդանի չես ոչ մի բանի, դարձյալ ոչ ոքի մի մեղադրի, թե աչքիս արցունքը պատոպվի, ուրախության հույսը պարադի, այս խոսքերը դու սիրտդ մեջ տիր, երբեք ոչ ոքի մի մեղադրի, թե նույնիսկ հարազատ ընկերը եւ հանգարց դրժիր երդումը, քեզ մորանա եւ սերը ողի, նրան էլ դարձյալ մի մեղադրի, որով մեր Տեր Հիսուս Քրիստոսը ներում է բոլորիս մեղքերը, հայացքդ միայն նրան արի եւ նրան նման դու էլ ների, թե ուզում ես երջանիկ լինել եւ մարդկանց օրինակ ծառայել, այդ դեպքով պետք է այդպես անես,
ամենից առաջ ես մեղադրես քանի Հիսուս մեզ սիրելով մեր մեղքը իր վրա վերցնելով խաչին վրա նա մեզ համար զոհվեց ինձ և քեզ տղության բարգևեց քանզի Հիսուսը մեզ սիրելով մեր մեղքը իր վրա վերցնելով խաչին վրա նա մեզ համար զոհվեց ինձ և քեզ տղության բարգևեց ինձ և քեզ տղության բարգևեց Շնորհք և խաղաղություն ցեզ, մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունով, նորեն գուզեմ շնորհակալություն հայտնել այս եկեղեցին հոգապարծության, հովիվին, շնորհակալություն գուզեմ հայտնել Լևոնին, որ այս քեղեցիկ երկը մեզ երկի միջոցով կգետրոնացնի Աստծո շնորհքներուն համար, շնորհակալ ենք Լևոն, շնորհակալ ենք Աստծո, որ մեզի արիտ կուտա իբրև անպիտան զարաներ իրեն զարայելու և իր խոսքը մատակարարելու, փոխանցելու իր պատկամը։ Անոր համար փառք ուտամ այս բոլորին համար և ուզեմ, որ աղոթքով սկսի շնորհակալության աղոթքով։ Խոնարհեցնենք մեր գլուխները։ Սիրելի երկնավոր Հայր, որքան երախտաբար եմ այս առավոտ, որ գտնանք քեզ հոգիով և ճշմարտությունով բաշխել։ Հիմա վազելով քու ետևետ կուքան, քաշե մեզի, ներքին սեյնագդ տար, սրբության սրբոցդ, համարցագորեն կմոտենանք քեզ, քանի որ քու անունով և քու արյունով մեզի շնորհած ես, որ շնորհած աթորին մեր գարիքներու, դժվարություններու, հալածանքներու, դարաբանքներու մեջ քեզ կանք և մեր աղերսները, մեր աղոթները քեզ բարձրացնենք։ Կուզենք Տեր, այս մեր աղոթները այս առավոտ անուշահոտ խունգի նման բարձրացվի քու առջև։ Թուն ամեն բաներ իր մեզի համար, որ վայելենք կյանքը, ինչ որ Ադամ Եվային համար ստեղծած է եւ բոլոր ստեղծագործությանդ համար, որ գործընծուցինք մեր մեղքի պատճառով վերականգնեցուցիր վերջին Ադամ քու որդուդ միջոցով։ Շնորհակալ ենք Տեր Հիսուս։ Հիմա կմրտնանք քո սրահներդ, քո թրթներդ ուրախությամբ եւ շնորհակալությունով ամենամեծը լալով քու ողորմությանդ եւ քո ճշմարտությանդ համար, որ հավիտենական է։ Տեր, շնորհակալ ենք, որ մեզի արիտ կուտաս, որ այս խավար աշխարհի մեջ քու տեսփանները դրանք, քու լույսը տարածենք, քու փարի լուրդ, ավիդիսը, քու խոսքիդ, մեղքերու թողության եւ հավիտենական կյանքի։ Դեր օրհնե մեր հայրենիքը, օրհնե բոլոր անոնք, որ գդարաբին Հայաստանի մեջ, անոնք, որ Արցախեն փախստական եկած են Հայաստան, դեր շնորհե, որ հրաշք մնես դեր եւ յետ կարողանան իրենց դուները երթալ։ Յետ կարողանան երթալ այն դարածները, որ դեր թուն հայթայթած է իրենց ապրելու։ Դեր այս տարաբանքներու մեջ, այս հալածանքներու մեջ, այս դժվարություններու մեջ համբերություն շնորհե իրենց, իմաստություն դուր իրենց, եւ բոլոր ղեկավարներու մեր հայրենիքի, ըլլա հոգեվոր, ըլլա քաղաքական, իմաստություն դուր, որ բոլոր գողքի մեր երկիրներուն հետ խաղաղության մեջ կարողանան ապրիլ, քանի որ այդ քեզ կհաջեցնե։ Դեր չենք ուզեր, որ արյունահոսությունը լա, չենք ուզեր, որ ուրիշ մարդիկ սպանվին, լա այդ հայ ազգեն կամ գողքի ազգերեն։ Գուզենք, որ դեր մարդիկ փրկվին քու խոսքից սուրով եւ խոսքով դեր կյանքը ստանան եւ ոչ թե մահ։ Այցելե դեր բոլոր գողքի մեր երկիրները, հանդիմանե անոնք, որ մեղքի մեջ են, անոնք, որ քու գամքը չեն կատարեր, ապաշխարության հոգի դուր բոլորիս, որ ամենքը սա խոնարհաբար կարողանանք դեր արթնություն եւ զարթոնքը լա մեր հայրենիքի մեջ եւ հոս Կանադայի մեջ դեր։ Օրհնե այս երկիրը, օրհնե հայրենիքը, օրհնե քո Իսրայել ժողովուրդը, որ հոգեվոր Իսրայելը դեր, որ ամեն ցեղը լեզու է, ազգ է եւ ժողովուրդ է։ Հիմա դեր ուզենք, որ մեր միտքերը, սրտերը պատրաստես։ Ուրախ ենք դեր, որ թուն մեզի գարաչնորթես։ Նաև շարունակե առաջնորդել այս եկեղեցին հովիվը արան։ Շնորհակալ ենք, որ ապահով դարիր, խնդրենք, որ ապահով փերես
եւ իրեն եւ վիքին դեր օրտնես եւ իրեն զավակները եւ իրեն շարունակես բդխափեր արաքելություն մտալ այստեղ Թորոնտոյի մեջ իմաստություն դուր բոլոր այդ ժողովը որ հավաքված է հիմա եւ գխորհրդակցվին իրարու հետ Դեր Հիսուս հիմա մեր աղանջները բաց քուցայինը տեսելու որ հոգի եւ յանք է մեր հոգու աչքերը բաց որ քեզ տեսնանք Դեր Հիսուս հայտնության հոգի շնորհեմ ես իմաստության հոգի հանջարել դեր լուսափանե մեր խավար միտքերը քու խոսքիդ լույսով բաց մեր սիրտերը դեր որ այն խոսքերը բարարդ հողի վրա այնան եւ 30 եւ 60 եւ 100 բդուղ դան Դեր Հիսուս եւ շնորհե ամեն դեղուր որ այս քուցայինը լսվի խոսքերը որ կքարոզվի աշխարհի 4 զայրերը դեր ամեն դեր այս վերջին օրերում մեջ բادرաստվինք սրբակորձվինք լսենք Սուրբ Հոգին ինչ կսե եկեղեցիներում քու հարսիդ Իսրայել քո ժողովրդիդ որ դեր ամփիզ ու անարատ բادرաստլան քեզ թիմավորելու եւ ասելու եկ Դեր Հիսուս եկուր Դեր Հիսուս հիմա գհրավիրենք քեզ որ թունը լաս մեր ուսուցիչը Սուրբ Հոգու միջոցով եկուր հիմա եւ խոսե մեզ Հիսուսի Սուրբ եւ բադվական անունով կխնդրենք Հայր Որդի եւ Սուրբ Հոգի հալելույա ամեն ամեն Երեք մի քանի քիչ առաջ որ հաղորդության սեղանը հաղորդության միացանք եւ ընդունեցինք վերցուցինք մենք հիշենք Հիսուս ինչ տարաբանքներ է անցավ ինչ չարչարանքներ է ինչ հալածանքներ է մարտիրոսվեցավ ձերարին փուշեբսագը քուխում վրաթրին վրան խնդացին եթե թունես հրյայից թակավորը խաչին վրա եւ որ ելավ մերկ նեկնաշորներով վարի չիրսին եթե գրնաս ուրիշներուն կփժշկես ինքսինքդ փժշկե ինչ խոսքեր են մեկը որ գիտե որ եթե դեր ուզեր այդ բոլորը գրնարն են խուկ մհրեշտակներ կանչել եւ ամենը փնաչին չներ մեկ ագնթարտի մեջ բայց դերը պետք էր որ այդ խաչին վրա մնա եւ չարչարվի որ գրե այն բադիժը որ մեր վրա պիտի կար իր ստեղծագործության վրա պիտի կար ինքը իր վրա վերցնի բոլոր աշխարհի մեղքերը անցյալին իր ժամանակաշրջանին եւ ապակային քալու որ մեզ ազատագրե միջոց մտա թուր մփածվի որ իդ կարողանանք հաշտվել Աստծո հետ եւ իրարու հետ եւ վայելել դերոջը ներկայություն Աստծո ներկայությունը ինչ չարչարանք եւ ինչ դարաբանք մարտիրոսություն հայտնության քիթին մեջ 7 եկեղեցի կա որ կհիշվի եւ Հիսուս Քրիստոս ինքը անցամբ այդ 7 եկեղեցիներուն խոսք ունի խոսել որևէ մեկտեղ ուղիղ եթեր գսեն Հայաստան գարձես որ ամիջական այսպես գապը չկա ներշնչված է բոլոր աստվածաշունչը անշուշտ Սուրբ Հոգիի միջոցով բայց այստեղ Հիսուս հարություն առնել են վերջ համբարնալ են վերջ Ետ կվերաթարնա դեսիրքով Պատմոս կղզին վրա որ Հունաստանի դարածներուն եւ Թուրքիայի դարածներուն միջև է եւ այնտեղ կհայտնվի դեսիրքով եւ գիրագի օրը Հովանես Արաքյալը Պատմոս կղզին վրա ակսորված դերը կպաշտի եւ մեկ ցայն մգլսե փողի ցայնի նման եւ շատ ճուրերու ցայնի նման գսե ինչու ճուրերու կփախտադե փողին ինչու կփախտադե որով ազդարարության ցայնն է եւ նաեւ ճուրի ցայներում նեագրա չրվեժը մեկ վարյան երևակայեցեք ինչպես կողորտի այդ մոդը եթե երթակ ես կացած եմ ցայնը ասպես հզոր խորա բայց ճուրի այդ միտքը գբերեմ էր միտքը որով գենթանի ճուրեր Հիսուսը սա պիտի ելե խորանեն եւ մեր փորերու մեջ պիտի լեցվի եւ մեր փորեն մեր շրթունքներեն դուրս պիտի ելե նաեւ այդ խոսքերը գուքան Հիսուսի փերանեն եւ ինչ անելու որոքելու մեզ հակեցնելու մեզ իր խոսքով Սուրբ Հոգին միջոցով գենթանի ճուրը խմել մենք այսօր զարավ ունենք այդ գենթանի ճուրին ինչպես եղնիկ մարվակներուն գուքայինպես եկած ենք այս արդու որ այդ գենթանի ճուրը խմենք միակ բանն է որ կրնա գշտացնել մեզ
Սամարացի գնոջը ասավ, եթե դու գիտնայիր ով քեզ մեջ ճուր ուզե դու ինձ մե պիտի ուզեիր գենթանի ճուր։ Դուր ինձ այդ ճուրեն ասավ։ Մենք այսօր գսենք այդպես, դուր ինձ ադեր, թող այդ ագու աղբյուրեն Սիոն սարեն այդ գենթանի ճուրերը հիմա հոգու մեջ հավատքով փխի եւ ինձ ծարավս հակեցնե, որով ուրիշ ոչ մեկ բան այս աշխարհի մեջ այդ սամարացի գինը գուզեր ֆիզիկական ճուրով, ֆիզիկական 6 ամուսին ունեցել էր կամ 5 եւ 6-րդ նա ունի եւ իրը չէր, բայց Հիսուս գուզեր 7-րդը լավ որ հակեցվի այդ կենթանի ճուրը, որ միակ միջոցն է, որ մեզի գրնա գշտացնել եւ մեր սափորները մորնանք եկել ենք այսօր այստեղ Երևանայեցեք այստեղի իբրև չրհորմը այստեղ ճուր պիտի դրվի մեզի եւ պիտի հակենանք եւ ուրիշ բանի մը գարիքը անգամ չի պիտի իսկանք հիմա Հիսուս այստեղ անցյալ անգամ որ եկած ցեզի Եփեսոսի եկեղեցին խոսեցա այսօր գուզեմ երկրորդ եկեղեցին նային խոսքերը որ Հիսուս գխոսի դարաբյալ եկեղեցիմը չարչարանքի մեջ եղող եկեղեցիմը մարտիրոսության ենթագա եկեղեցիմը գրագի մեջ եղող գրագի այդ փոցավարված ածուխներու մեջ եղող Երևանայեցեք վարյամը ժողովուրդիմը որ գտարաբեր առաջին տարի մեջ Սմիրնա ըսված դեղը որ մենք Իզմիր գսենք այսօր Իզմիր գսվի Թուրքիայի մեջ այսօր ես Եփեսոս եղած եմ Իզմիր պիտի գնայի բայց չհասա բայց այդ անունը Իզմիր կամ Սմիրնա որ փարը գործած է փանսել է խունգիբես անուշահոդություն եւ այս եկեղեցին խունգիբես անուշահոդություն թուրմունք մներ Աստծո համար դարաբանքներու մեջ էր բայց հավատարիմ կմնար եւ ուրեմն այսօրվա իմ պատկամի նյութս հավատարիմ գրագին մեջ հավատարիմ ըլալ գրագին մեջ այստեղ այս եկեղեցի մեջ Պոլիգարպոսի անունով մեկը գար որ Սմիրնայի եպիսկոպոսն էր եւ Հովհաննես Արաքյալը իրեն աշակերտն էր այս Պոլիգարպոսը Polycarp անգլերենով ինքը Հովհաննես Արաքյալին աշակերտն էր մոտավորապես այս խոսքերը իրեն գահասնին եւ նահադագվի գրաժարվի իր յանքեն եւ Քրիստոսին համար այն սպառնալիքները որ իրեն վրան գուքան այն սպառնալիքներուն հետեւյալ խոսքերը գսե իր յանքին համար 68 տարի ծառայեցի անոր եւ ան երբեք չվնասեց ինձ ինչպես կրնամ հայոյել իմ թագավորը որ փրկեց ինձ իր հավատարմությունը մինչև մահ մարմնավորում է այն պատկամը որ Հիսուս տվավ Սմիրնային որենս է այն պատկամը որ Հիսուս տվավ Սմիրնային մարմնավորումն է այս Պոլիգարպի ինչպես ես ուրանամ անոր որ ինձի այս չափ տարիներ ոչ մեկ վնաս մչեփերած եւ այսպեսի մարդը եպիսկոպոսը լալով իրեն կսպանեն եւ գմերնի իր հավատքին համար ուրեմն գուզեմ այս եկեղեցին խոսքերը որ Հիսուս ուղիղ գխոսի ընթերցեմ որ առնված է հայտնության քիրքին երկրորդ գլուխեն դա 8 համարեն մինչև 11 համարները Ինչը սավ Հիսուս այս դարաբանքի մեջ, այս գրագի մեջ եղող եկեղեցին։ Հիշենք նորեն, 7 եկեղեցի գար, 7 եկեղեցիներուն 5 հատին ապաշխարեցե գսավ։ 5 հատը պրոբլեմներ ունեին, հարցեր ունեին։ Բայց երկու եկեղեցի, Սմիրնան եւ Ֆիլադելֆիա եկեղեցին, ոչ մեկ իրենց դիտողություն չունեցավ։ Ուզեց քաչալերական խոսքեր խոսի։ Եվ գուզենք լսել այն ինչ որ Հիսուս իրենց ըսավ, ամեն մեկ եկեղեցիներուն գսե որ այնինչ որ
Սուրբ Հոգին գսե եկեղեցին, այս եկեղեցին, թող բոլոր եկեղեցիները լսեն։ Եվ այսօր մենք լսենք, որով ինչ որ իրենց սկսվի, նաև կվերակրվի մեզի համար այսօր։ Խոսք մը գա այստեղ, որ եթե ագանջ ունենք լսելու, հոգու մեջ պիտի լսենք Հիսուսի ցայնը, որ մեզի պիտի կա իր խոսքի միջոցով։ Լսենք այս խոսքը։ Գրագի մեջի եղող հավատարիմ հավատացյալներում։ Եվ Սմիրնայի մեջ եղած եկեղեցին հրեշտակին քրե։ Այսպես գսե առաջինը ու վերջինը, որ մեռավ ու գենթանացավ։ Գիտեմ քու գործերդ ու նեղությունդ եւ աղքատությունդ, բայց հարուստ ես։ Ու անոնց հայոյությունը, որ գսեն, թե իրենք հրյա են, բայց չեն, Հավասարյանայի ժողովուրդ։ Փնավ մի վախնար այն բաներեն, որոնք պիտի գրես։ Ահա փանցարգուն ցեզմե մեկ քանիները փանդը պիտի ցկե, որբեսի փորձվիկ եւ 10 օր նեղություն պիտի ունենաք։ Մինչև մահ հավատարիմ եղեք ու ցեզի գենաց բսակը պիտի դամ։ Ան որ ագանջ ունի, թող լսե, թե հոգին ինչ կսե եկեղեցիներում հոգնագի։ Ան որ կհաղթե, երրորդ մահեն պիտի չվնասվի, երկրորդ մահեն պիտի չվնասվի։ Այստեղ այս պատկամը, որ Հիսուս կխոսի, երևա 2 վայրկյան արավ, որ ընթերցեմ։ Երբեմն մենք պատկամները ինչ կերգարենք, ես ալանոր մեջը, այդ մեղքի մեջ ինգազ եմ, և մարդիկ կհոգնին, կուներնին գուկա, ասանք երբեմն գտիդեմ, մեղավորը ես եմ, ինչպես Պողոս Արաքյալ մեկ անգամ կքարոզեր, և այնքան երգար քարոզեց, որ մարդը նույնիսկ ինգավ ետևի վրա գսե և մերավ։ Ասված չն է այնպես բամալա կարոզած ժամանակս, բայց նույնիսկ Պողոս Արաքյալին եղած է, անոր համար միշտ կսեմ դեր մաքրե իմ շրթունքներս, սրբե իմ շրթունքներս, քու խորանիտ ազուխեն, ոչ մեկ ավելորդ խոս չի խոսիմ կամ բագաս, թուք ալաղոթեցեք ինձ համար, որ կարողանամ կետրոնանալ հիմնական կետերում վրա և գյանքը ստանանք այս պատկամի միջոցով։ Առաջին բանը, որ Քրիստոս գահայտնե այս եկեղեցին, իր իշխանությունն է։ Սմիրնայի եկեղեցին հրեշտակին քրե։ Հրեշտակին ինչպես կքրես, դու նամակ քրեր ես բնավ հրեշտակիմը։ Ուր են հրեշտակները, որ նամակ քրենք և ուղարկենք, ինչ հասցեին պիտի ուղարկենք։ Այս փարը լավ հասկանանք, հրեշտակ փարը անկելոս փարն է հունարենով, որ ասել է պատկամափեր։ Ուրեմն այս Սմիրնայի եկեղեցին պատկամափերին կամ եղիսխոպոսին կամ հովիվին կամ քահանային առաջնորդին այս խոսքերը քրե մագաղաթի մեջ բոլոր հայտնության գիրքը, բայց ուղարկե այս պատկամը ոչ միայն Սմիրնայի, բոլոր մյուս եկեղեցիներուն, որ 7 հատեր, որ ամբողջության թիվն է, որ ասել է, որ բոլոր եկեղեցիները պետք է լսել։ Ինչ որ մեկ եկեղեցին դերը գխոսեր, մյուսն աբիդի լսել, ինչպես որ եւ որ Կորինթացիս գիրքը գարտացին, Կորինթացիներուն գրած է, բայց մենք այսօր այս եկեղեցի մեջ այստեղ ընթերցեցինք եւ լսեցինք։ Ուրեմն նույն բանը այստեղ կգադար։ Հիսուս ունի խոսքը մեզի այսօր, ոչ միայն այդ եկեղեցին 2000 տարիներ առաջ։ Եվ այստեղ գահիտնի իր իշխանություն, գսե։ Ինչ պիտի քրես, ինչ պիտի իրեն ասես, որ ինքը ասե իր հոդին, քահանան կամ քահանայապետը կամ եպիսկոպոս։ Այս բաները է, որ գսե, առաջինը եւ վերջինը, որ մեռավ եւ դարձյալ կյանք առավ։ Ով է այս առաջինը եւ վերջինը, որ մեռավ։ Առաջինը եւ վերջինը հիշված է Եսայիայի մարգարեության մեջ։ Այնտեղ Աստված գվերակրե այդ իրեն համար։ Ինքն է առաջինը վերջինը, ալֆա եւ օմեգան, սկիզբը եւ վերջը։ Բայց այստեղ խոսում գավեցն է Հիսուս։ Ոչ միայն այդ բաները գվերակրե իրեն եւ իր իշխանությունը ցույց կուզե տալ, այլ գսե ես եմ ան, որ մեռա եւ հարություն արի։ Ինքսին կհավասար գնե Աստծո հետ։
Հիմա անոնք որ Եհովայի վկաներ են, որ գսեն, որ Հիսուս միայն հրեշտակ մնե եւ ոչ թե Աստված, գարտացեք իրենց այս համարը։ Իրենց ուզած ընրյալ համարները գնդրեն, որ դուները գուքան գտակեն, որ իրենք համոզեն քեզ, որ Հիսուս միանը ստեղծագործություն է, Աստված չէր, հրեշտակ մնե, առաջնեկն է ստեղծագործության, բայց Աստված չէ։ Այստեղ ինքսինքը հստակորեն կներկայացնե, որ ես եմ դիեզերքի Աստվածը։ Իր իշխանությունը կհայտնի այս եկեղեցին։ Եվ ինչու կնդրե այդ, որ մերա եւ հարություն արի։ Որ պիտի քաչալերը այս եկեղեցին։ Ինչու դարաբանքի մեջ են, դժվարության մեջ են, հալածանքի մեջ են եւ նույնիսկ փանդի մեջ եւ պիտի մարտիրոսվին շատեր։ Եվ գուզե իրենց ցույց տալ, որ ես հաղթեցի մահը։ Մի վախնագանք է, որ գրնա մարմինը գործանել, այլ մարմինը եւ հոգին։ Սատանան գրնա մեր մարմինը հարվածել, բայց մեր հոգին Աստծո ցերքի մեջ է։ Փանալինները առաջին քուխու մեջ կտեսնան Աստծո ցերքի մեջ է մահվան եւ թժողքի, Հիսուսի ցերքի մեջն է։ Ոչ մեկը հոնչերթար կամ ոչ մեկը այնտեղին դուրս չելեր, եթե Հիսուս իրեն չարցակե այդ թժողքի փանդեն եւ թժողքը միան աբակային չէ, այս կյանքը թժողքի ամեն անոնց, որ Քրիստոսի չեն ընդունած։ Առանց Հիսուսի թժողք է այս կյանքը։ Հույս չունին, դարաբանքներով լեցուն միայն։ Ինչ կսե։ Հիսուս հայտնության 23-րդ քուխուն 12-ին 14 համարներու մեջ կսե, ահա շուտով գուքամ, երանի անոնց, որ գբահեն իմ բադվիրաններս։ Այստեղ նորեն ինքը գիշեցնե այս եկեղեցին, որ ինքը հարություն արավ եւ գբահանչե, որ իր բադվիրանները հնազանդինք, բայց եւ որ իր բադվիրանները հնազանդինք, դարաբանքներու պիտի մատնվինք եւ գրնա ալալ նույնիսկ փանի մեջը ցերպակալվինք, այսօր գլսենք ինչքան հոգեվարականներ փանդերու մեջն են, չէ՞։ Նույնիսկ մեր հայրենիքի մեջ։ Եվ որում գոմ իշխանավորներուն ցերկում։ Չեմ ուզեր թադել, որ արդարեն, արդար չեն, եթե ճիշտ նայենք, ոչ մեկ արդար չի գա գսա Աստվածաշունչը։ Ես չեմ ուզեր գոմ որոշվիլ ով է արդար, ով արդար չէ։ Աստված է արդար թադավորը, միայն ինքը գիտե սրտերը մտքերը քննող Աստվածը, բայց երբեմն անարդար պատճառներով կրնանք հանդը ծրվի երբեմն արդար պատճառներով, բայց այդ մարդը միայն սահմանափակված է իր տեսանկյունեն որոշելու, որ ովն է արդար, ովն է ոչ արդար։ Աստված է, որ այդ պիտի լինի, բայց անոր համար կան շատեր, որ քրիստոնյա են, հավատացյալ են եւ անարդար պատճառներով փանդի մեջ գկցեն։ Բայց դեր գուզե որ բահենք իրեն դված բադվիրանները։ Հիսուս գներգայանա այստեղ որպես հավիտենական եւ հաղթական մահվան վրա։ Այս մեկը դեսական չէ, այն անձնական վստահություն է։ Մենք անձնապես կվստահենք, որ Քրիստոս մերներեն հարություն արավ, այսն է գետրոնը մեր հավատքին։ Եթե բոլոր գրոնք է որ գնենք, անիմաստ է։ Պողոս առաքյալ գսե առաջին Կորինթացիս 15-րդ գլխում գսե, եթե հարություն չի գա, գսե ուրեմն մեր քարոզությունը գսե նույնիսկ բարաբե հիմարություն է գսե։ Ինչի մասին կքարոզեմ, եթե միայն այս կյանքին համար բարեական կյանք մը պիտի ապրիք, ինքն ինչու պիտի զրգվիկ շատ բաներ են, որ միայն այս կյանքին համար լավ երևակայում են եւ վերջի չկա որևէ մեկ բաց։ Հիմարություն է, եթե հարություն չկա։ Հարությունն է մեր հավատքի գորիզը։ Անցավ մահվեն միջև եւ հարություն արավ եւ Սմիրնայի եւ Հյուսիսային Գորիայի, Նիկարագուայի, Իրանի եկեղեցիներուն համար այս մեկ հույսի խարիսպը ինքն է։ Ես գիշեմ 1993-ին, երբ որ Հայաստան գացի եւ այդ ժամանակները Bishop Հայկ կսեին, եղիսկոպոս Հայկը, որ Պարսկաստան էր, մարտիրոսեցին իրեն, հայ էր, այնտեղ կքարոզեր խոսքը, վերջերս բանի մասին լսեցինք, չէ, Charlie Kirk կամ Charlie Kirk,
Հավատքի համար կմարտիրոսվին ոչ միայն Ամերիկա կամ Բասկաստան կամ Նիկարագուա կամ Հայաստան կամ ուրիշ տեղեր, այլ նաև հիմա սկսած է նաև Ամերիկայի մեջ։ Հոսաբի կհասնի, կտեսնանք որ ինչպես կչարանա որ աշխարհը երթալեն եւ ավելիով, անհավատությամբ եւ ամփարիականությունով եւ հիմա գսեն քրիստոնյաներուն գամբանեն անոնք որ գադեն ուրիշներուն, որով մենք կկարողենք ճշմարտությունը եւ գսենք այս բաները մեղք է, իրենք գսեն you're preaching hate Սեր Աստվածաշունչը ադելության խոսքեր է գսեն։ Փարին չարի կդարձնեն, չարը փարին կդարձնեն։ Գսեն դուք մեզի կթադաբարդեք որ մենք ինչ մեղք ունենք, որով իրենք այս խոսքերով չեն օգտագործեն իբրև չափանիշ իրենց կյանքին, գսեն դուք մեզի անդեղի կթադաբարդեք եւ դուք մեզի գադեք։ Քրիստոնյաները կթադաբարդվին որով մենք Աստծո կանոնները եւ պատվիրանները գուզենք որ բայ։ Նույնիսկ Սուրբ Գիրքը Կալիֆոռնիա դեր մգար որ չեն այդտեղը արգելեցին որ այնտեղ Սուրբ Գիրքը վաճառվի նույնիսկ։ Քրիստոս կհայտնի իր իշխանությունը։ Երկրորդ կետը գուզեմ որ նայի Քրիստոս կդեսնե իրենց դարաբանքը։ Հայտնության երկրորդ քուխուն 9-րդ համարի մեջ կսե գիտեմ քու կորձերդ, նեղությունդ եւ աղքատությունդ։ Բայց հարուստ ես եւ գիտեմ անոնց հայոյանքը որոնք կսեն թե հрьяաներ են բայց չեն այլ սատանայի ժողովարան մնեն վաու այս ինչ ուժեղ խոսքեր Հիսուսին գոմեն կսե գիտեմ որ դուք աղքատ եք եթե կարդացած եք Լավոդիկիայի եկեղեցին կսե դուք ինքսինքնիդ հարուստ կգարձեք բայց դժվար եք, մերգ եք, աղքատ եք, գույր եք կսե, անոնց, հարուստ եք կսե, բայց դուք իրապես, եթե նայիք, դուք եք, որ աղքատ եք, մերգ եք և դժվար ժողովուրդն։ Բայց այս եկեցին հագարակը կսե, այս եկեցին կսե, դուք աղքատ եք, բայց ճիշտ նայիքն է, դուք եք, որ իրապես հարուստ եք։ Եթե Մատթեոսի ավետարանը գգարթանք կսե այնտեղ 5-րդ քուքու 3-րդ համարի մեջ Երանի հոգվով աղքատներուն, քանի որ իրենցն է Աստծո թագավորությունը, երկինքի թագավորությունը։ Անոնք որ հոգիով աղքատ են, խոնար են, Տերը գսե որ բոլոր աշխարհը արդեն ժառանգեր է։ Ես իմ ժառանգությունս ցեզի կուտեմ։ Բայց չունիք որքան դրամ պետք ունենք որ Կանադայի ոյնիկ մասի երթանք եւ այցելենք օրինակի համար։ Դրամով այո գրնանք տոմս առնել երթակա, բայց պետք չունին բոլոր Կանադան քնելու, դրամ դալու, որ ազատս կամ Կանադայի մեջ ուր գուզեմ երթամ կամ։ Այո մեր դունին քիչ մը դրամ գուլան կամ այնտեղ որ մի թաղվինք, հողամասը որ մի թաղվինք դրամ գուլան, բայց եթե նայես ճիշտ ես աշխարհ ամեն կողմ կացել եմ Թուրքիա, կացել եմ Կորեա, ու դերները կացել եմ Իշնորի Վասո Եվ ամեն երկիր որ կացի պետք չունեի այդտեղի թագավորը լալու կամ այնտեղը ես քնելու որ իմս լա։ Ազատորեն կացի մինչև Արցախ։ Չնայեցա որում կպատկանի նույնիսկ։ Ամենտեղ Թուրքիա գարձես իմ երկիրն է, ուզած դեղս կացի, ուզած քյուղը մտա ելա 6000 կիլոմետր եւ քարոզեցի ավետարանը։ Չսի որ ասիկա թուրքերուն կպատկանի, ասիկա Էրդոգանն է դերը բանը, ես որ դիեզեր կա ամենը դերոչն է, ինձ թույլ կտագոր, երթան ավետարանը կկարոզեմ, որով իմ նպատակս առաջ փնտրել է Աստծո թագավորությունը եւ իր արդարությունը եւ ոչ թե սահմաններ որոշեմ կամ ասոր անոր մեկը մյուսին թեմ լարեցնեմ։ Այդ թողերը է գաղութեն։ Աստված գուզեմ որ արդարությունն է, բայց ես ով եմ որ թադեմ ամեն։ Դեր իր ժամանակին ինձ մե լավ դինե, վրեժ խնդիր Աստված մնա։ Եվ որ ինքն է այնպես վրեժը գարնե որ ես իմրածս ոչինչ է իր ընելիքինքով։ Ուրեմն երանելի են անոնք որ աղքատ են։ Այս եկեցին աղքատ վիճակեր բայց հարուստների եւ Հիսուս կսե ես գիտեմ, ինչու կսե ես գիտեմ ձեր վիճակը։ Որով Հիսուս, ինչպես ասենք, հայտնության
երկրորդ քուխու 20-րդ համարի մեջ գսե որ ես եմ այն որ երեգամունքները ու միտքերը սիրտերը կքննեմ ինքը մեր խորհուրդները հիմա ինչ կմտածենք որ գիտե ամեն մեկուս եւ այս եկեցին վիճակին հովիվին միտքը խորհուրդը ընդհանուր ժողովրդին եւ ամեն մեկ դեղական ինչ համայնքի որ լա եկեղեցին անհատներուն միլիարդներով ժողովրդի ամեն մեկու խորհուրդը գիտե եւ ինքը գիտե ինչ պետք ունին լսելու ինչ խրատ պետք ունին ինչ հանդիմանություն ինչ քաչալերություն եւ կհանդիմանե անոնց որ գսիրե բոլոր նպատակը այն է որ իր հանդիմանությունը չէ որ թշրե գոդրե եւ մեզի հուսալուկության մեջ ցկե այլ մեզի կհանդիմանե որ ուղվենք շտկվենք մաքրվենք սրբակորձվենք եւ իրեն հետը վայելենք հաղորդակցություն եւ մտերմություն Եվ նաև գսե որ Երանի են անոնք Մատթեոսի 5-րդ գլխի 10-12 համարներու մեջ Երանի անոնց որ գահալածվին արդարության համար երանելիություն գուտա այսինքն օրտնություն գուտա անոնք որ գահալածվին բնավ մարտիրոսված եք հալածված եք Քրիստոսի համար ըսկացած եք ձեր մաշկին վրա որ մեկը եւ որ դուք ավետարանը կվգայեք ձեր վգայությունը գուտակ մարդիկ ձեր վրա խնդան այստեղ թեր մեզի չեն սպաներ մեզի խաչի չեն այր բայց գրնալ որ կորձիտ մեջ նույն չափ հաջողություն չունենաս կամ հարևաններդ քեզի ադեն կամ ընտանիքի անդամները եթե հավատացյալ չլան վրանից խնդան կամ չհարկեն այսպես սկացած եք ձեր մաշկին վրա եթե ոչ սխալ բան մգնենք մենք պետք է որ ոչ թե հալածանք փնտրենք եւ ուզենք հալածվել, այլ բնականաբար եւ որ մենք գաբրենք Քրիստոսի կյանքը, մեր շրջապատին մեջ Աստծո ժողովրդի համար անուշ փուրմունք մնենք, բայց անոնք որ գորստյան մեջ են, անհավատ են, մենք անոնց վատ հոտ մնենք։ Չեն ախորժիրներ ներկայությունին եւ գահայտնեն շատեր խոսքերով կամ իրենց մեզ հերավորություն բահելով։ Մենք պետք է այդպես ապրենք, որ մարդիկ տեսնան, որ մենք Քրիստոսի զավակներն ենք եւ ադեն ըսկանք երանելիությունը հալածանքի։ Եվ այստեղ գսե որ դուք գսեք գիտեմ որ գսեք որ դուք հրյա եք, բայց հրյա չեք, այլ սատանայի ժողովուրդ կամ ժողովուրդ։ Շատ ուժեղ խոսքեր են այսօր գիտենք ինչեր գլա որ Իսրայել եւ շատ մի երկրներու մեջ հрьяաներուն հետ լուրերը որ մտիկ կնեն եւ շատեր գսեն որ մենք պետք է հрьяաներուն օրհնենք որ օրհնվենք բայց ով է հрьяան ով է ճշմարիտ հрьяան Պողոս Արաքյալ Ռոմայացիս 2-րդ գլխի 28-ին 29 համարները նշեցեք կարդացեք գսե որ ով է ճշմարիտ հрьяան գսե ոչ թե ան որ ինքսինքը գանվանե եւ բադվիրանները բայել փորձելով կփորձեսե որ ինքը հрья է կամ ինքը այդ ազգին գեներեն ունի այլ այն որ սրտով թլփատված է ոչ թե այն որ մարմինով թլփատված է թլփատված սրտով ինչս է այն որ խոնարհված է գոդրված է եւ Քրիստոսի արչեւ նոր սիրտ ունի եւ շնորհքը գվայել է ոչ թե կփորձե գրոմքի եւ օրենքի միջոցով արդարանալ այլ հավատքով միայն Քրիստոսի մեջ եւ միայն շնորհքի միջոցով որ չբարձենա ոյ մեկցը որ ինքը իր ըրած կորձերով եւ 10 պատվիրանները կատարելով կամ ազգիմը զավակը լալով որ ինքը Աստծո ժողովուրդն է Աստծո ժողովուրդը Պողոս Արաքյալ գսե Գաղատացիս 3-րդ գլխի մեջ գսե Աբրահամի որդիները ով են անոնք որ Աբրահամի որդին սերմը որ Քրիստոս անցմն է անհատ եւ ոչ թե բոլոր իր ազգությունը որ Քրիստոս կներկայացնե անոր հավատացողը կդառնա բադվաստ կլա հрья ժողովուրդ հոգեվորապես ըլլա հрья ըլլա հեթանոս գսայլևս ոչ հрья գա ոչ հեթանոս ոչ հույն ոչ բարբարոս ոչ հрья ոչ կին ոչ մարդ ոչ ստրուկ ոչ ծառա այսե ով որ կհավատա Հիսուսի
նոր արարած մնե Քրիստոսի զավակներն են որ թեքրված է եւ պատված եղած է եւ Իսրայել ժողովուրդն ենք մենք ամեն ազգից եղել է ժողովուրդ եւ մենք կժարանքենք բոլոր այդ օրհնությունները որ Աստված ասավ Աբրահամի, Իսահակի եւ Հակոբի մենք ենք ժառանգորդները ոչ միայն հայերը ով որ հայ հավատացյալ է կամ թուրք հավատացյալ է կամ չինացի կամ արաբ կամ պաղեստինցի կամ ռուս կամ ուկրաինացի դարբերություններ որ ազգ են ճշմարիտ Իսրայելը այսօր դեղական Իսրայելը չէ որ միջին արևելքի մեջ այլևս ընդարձակ բոլոր աշխարհի մեջ իր ժողովուրդը ով որ իր անունով գոչված է իր ժողովուրդն է եւ որ հովիվները գործեն ամենավերջի ցերկերին կբարձրացնեն ինչպես որ շատ անգամ ասված է Մովսեսին որ թող ցերկերը բարձրացնե Ահարոնը եւ օրհնե ժողովրդին մենք կնենք այդ նույն օրհնությունը որ Աստված օրհնեց ձեզ եւ բահեց ձեզ եւ երեսը պայծառացնեց ձեր վրա եւ խաղաղություն տա եւ իր շնորհքի մեջ բայ այդ օրհնությունը այսօր մեր վրա գուք Պետրոս Արաքյալը գսե չէ որ այլևս գսե դուք սուրբ ազգ մնեք սեփական ժողովուրդն եք քանայության թակավորություն մնեք խավարի թակավորությունն դուրս ելած եք Աստծո լույսի թակավորության մեջ դեղատրված եք իր փառքերը պատմելու Առաջին Պետրոսի նամակի 2-րդ գլխի 9-10 համարներում մեջ մենք ենք այդ ժողովուրդը եւ մենք ենք որ գործնվենք Անշուշտ է պիտի աղոթենք որ Աստված ուրիշներուն օրհնի, բայց ինչ օրհնություն։ Ոչ թե տրամ խրգենք ամեն մեկում որ գահալած է նաև քրիստոնյաներուն, այլ Աստծո զավակներուն ամեն երկիրներում մեջ որ գդարաբին կամ աղոթենք իրենց համար, կամ տրամ խրգենք, կամ խաչալերենք մեր խոսքերով, նամակներով, իմեյլներով։ Երրորդ կետս Քրիստոս գսկուշացնե Աբակա փորձություններուն մեջ։ Հայտության երկրորդ գլխի 10 համարի մեջ կսե մի վախնակ այն բաներեն որ պիտի դարաբիկ։ Ահա Սատանան պիտի ցկե ցեզ մե ոմանք փանդը, որովհետեւ փորձվիկ եւ 10 օր նեղություն պիտի ունենաք։ Այս 10 օր իմաստը փանդի մեջ մեզի թող մեր միտքերը ետ տանի Դանիելի առաջին գլխուն 12 համարը որ այնտեղ Եթե գիշենք Դանիել եւ Սեդրակ Միսակ Աբեդնագո պիտի քերի առնված էին Իսրայելեն եւ դարված էին Բաբելոն եւ այնտեղ Նաբուկոդոնոսոր թագավորին ստրուգը պիտի լայն պիտի ծարային իրենց կպատրաստեին եւ գերագուրներ համաթամ գերագուրներ իրենց հակուսներ բաներ կդրվեր որ թագավորին արչեւ ներկանան այս խելացի եւ շատ սիրուն դղեք որ ծարայեն Նաբուկոդոնոսոր թագավորին, բայց փոխանակ ուդելու այդ թագավորին քինին եւ յուղով, ջաշեր եւ այլն Դանիել եւ Սեդրակ Միսակ Աբեդնագո խնդրեցին որ 10 օր փորձե այդ իրենց պատրաստողը որ պիտի ներկայանան թագավորին արչեւ որ իրենք միայն զոմաբավությամբ միայն փանջարեղեն ուտեն եւ ոչ թե միսը եւ յուղը եւ այլն եւ 10 օր այդ տարաբանք այդ նեղություններու մեջ մնացին նեղության խորհուրդն է գար ժամանակվա համար ուրեմն գար ժամանակվա համար գսե այս նույնա եկեցին ժողովրդին գրնալա որ դժվարություններու մատնվիկ բայց մի վախնական է որ մարմինը գրնագործանը այն որ մեր մեջ ավելի հզոր է քան այն որ այս աշխարհի մեջ եւ Քրիստոս Աստված հարության զորությունով մեր մեջն Մատթեոսի 10:28-ն էր որ գսե մի վախնականոց մե որ մարմինը կսպաննե բայց հոգին չեն գրնար սպանել Ղուկասի 13:30 գլխի 32 համարին գսե մի վախնակ փոքր հոտ մեզի գսե որ այսօր դերը մի վախնակ փոքր հոտ որովհետև ծեր հայրը հաջեցավ ցեզ դալ թակավորությունը քաչալերվեցեք ոչ մեկը մեզի չգնար ասո աչ թերքեն խլել Գրնալ մեր մարմինները գործանեն, բայց մեր հոգին դերը բռնած է, այդ 7 աստղերը, որ հայտնության առաջին գլխում մեջ բռնած է, 7 հովիվները, 7 պատգամաբերները, 7 այդ եկեղեցիներուն եւ ժողովուրդը, որ
շատերուն խավարի թակավորություն են թեպի լույսի թակավորության կդարձնեն, Դանիել գսե աստղերի նման պիտի փայլին գսե։ Մենք ենք այդ աստղերը, Քրիստոսի աջ ցերկը, զորության փածուրը եւ ամուր փրկած է մեզ եւ մեկը չի գնարցեզի խլելը։ Չվախնակ ոչ մեկ բան, դարաբանքներու, հալածանքներու եւ գրագի դժվարության մեջ որ կհանդիպինք։ Եվ գսե Եվ նաև գուզեմ հիմա շորոտ կետիս անցնիլ։ Քրիստոս մեզի կգանչի հավատարիմ մնալու։ Մի վախնակը գսե, մեզի կքաչալերև և մեզի հույս կուտա, մեզի վարձատրությունը կնշե։ Գսե որ ես ցեզի գենաց պսակը պիտի դամ, եթե հավատարիմ մնաք։ Որ մեզի հավիտենական վարձատրություն մնե։ Հակոբոսի մեջ առաջին քուխու 12-րդ համարի մեջ գսե որ երանելի այն մարդը որ շատ դժվարություններ եւ փորձություններ է գանցնի ինքը գենաց պսակը պիտի ստանա այդ Հիսուսի եղբայրը Հակոբոս գսե Թիմոթեոս 2-րդ Թիմոթեոսի 4-րդ քուխուն 8-րդ համարի մեջ գսե որ մեր վրա արդարության պսակը պիտի տնե դերը ամեն անոնց որ սիրեցին Քրիստոսի հայտնություն։ Քրիստոս մեզ այսօր կհայտնվի իր խոսքի միջոցով, իր սեղանի միջոցով։ Ամեն անոնք որ կսիրեն իր հայտնությունը, նաև քալիք հայտնությունը երկրորդ անգամ երանելի ենք մենք, ուրախանանք։ Պետրոս Արաքյալ գսե առաջին Պետրոս 5-րդ քուխուն 4-րդ համարի մեջ գսե դուք գենաց բսակ մը պիտի ստանաք, որ փնավ չի անհայտանար։ Գաղատացիս 3-րդ քուխու 16 համարի մեջ գսե այս խոստումները Աստված տվավ Աբրահամին եւ իր սերունդին, որ Քրիստոսի մեջ է։ Ուրեմն վերջին կետս Քրիստոս մեզի կխոստանա հավիտենական կյանք։ Եվ գսե ամորական չունի թող լսե թե Հոգին ինչ կսե եկեղեցիներուն, այն որ կհաղթե, չի պիտի վնասվի երկրորդ մահեն։ Ինչը սրգուզ է, այս վերջին խոսքերն այս եկեցին։ Անոր ականջունի ասել է ոչ թե այս ականջները, այլ հոգու ականջները, որ Հիսուս ասավ, երանելի են ոչ թե անոնք, որ միայն գլսեն, այլ գլսեն և կգադարեն։ Հակոբոսն ալսավ առաջին քուխու մեջ, Հիսուս ասավ, որ գադարելը նույնքան կարևոր է, որ լսել, ինչ օգուտ լսեմ, մեկ ականջ եմ մտնա դուրս ելե, հազիվ թուրեն երթամ ուրիշ նյութի մասին, ինչ լավ գլա, որ փոլոր շաբաթ այս նամակը գարթանք, այս փոլոր հայտնությունը գարթանք, ես սկսած եմ հիմա ինտերնետի վրա շարամ պատկամներ, չեմ գիտեր անոնք որ գիտեն, Revelation of Jesus Christ, Հիսուս Քրիստոսի հայտնությունը սկսա առաջին գլուխեն եւ պիտի շարունակեմ մինչեւ 23-րդ գլուխը գրնակ Google-նել, փնտրել կամ հարցնել ուրիշներուն website-ը ճիշտ չեմ հիշել եւ այնտեղ գլուխ առ գլուխ համար առ համար ընթերցենք եւ գսերդենք հայտնության գիրք Ցեզ կքաչալերեմ սիրելիներ հետևեցեք դուք ացեր դուները արեք այս գիրքը կարդացեք որով երանելի են անոնք որ այս մարգարեության խոսքերը կգարթան կլսեն կգադարեն քանի որ ժամանակը մոտ է արդեն Աստծո թագավորությունը եկած է ժամանակը մոտ է մենք հալ այդ տարաբանքներում մեջն ենք Հովհաննեսը Սավադիկա իր ժամանակին վերջին օրերը սկսան իր ժամանակը մինչև երկրորդ քալուստը որ գրնալալ այսօր վաղը լա մենք չենք գիտեր երբ Հիսուս պիտի Մեզի համար եթե կա, այսինքն մեր կյանքը կան, չէ, անոր այդ օրը մեզի համար եկած։ Չսպասենք ուրիշ օրվանը, որ օրը կգարթամ, սկսենք, կարդանք, մտածենք այս պատկամի մրացին մտածեցեք, դարաբանքները կանցնիք, գրագի մեջն եք, դժվարություններու մեջ եք, դերը գսե որ երկրորդ մահեն մեզի պիտի ինչ է երկրորդ մահը։ Առաջին մահը ֆիզիկական մահն է, նաև հոգևոր մահը, որ մենք կմեռնենք մեր եսին կխաչվենք Քրիստոսի հետ հավատքով, գմերնենք մեր եսին եւ արդեն հարություն արած ենք Քրիստոսով, որով Քրիստոս մեր մեջը իր սուրբ հոգով հարության կյանքը մեր միջոցով գաբրի այսօր։ Ուրեմն, եթե մեռած ենք Քրիստոսի հետ, չի պիտի մեռնենք այն
թժողքին մահը, որ հավերժական մահն է, որ հայտնության 20-րդ գլխում վերջին համարի մեջ կսե։ Գուզեմ ավարտել այս միտքով։ Գուզեմ երևակայեք վարյամը Սեդրակ, Միսակ, Դանիել եւ Աբեդնագո։ Բաբելոնի մեջ են։ Մենք ալ Բաբելոնի մեջ ենք։ Բաբելոնը աշխարհն է, այսօրվա մշակույթն է։ Եվ այդ Բաբելոնի մեջ, որով իրենք չեն ենթարկվի այդ մշակույթին եւ այդ հաջիկներին, որ Նաբուկոդոնոսոր մեկ հատ արցամը սարկած էր իր համար, չնած էր, եւ ամեն անգամ որ երաժշտությունը նվագվեր, պիտի ամեն մարդ այդ արցանին պիտի երկրբակեր, գուլքաբաշխություն։ Ինչ որ ուրիշ ավելի կսիրենք, այսօր չսենք միայն ադորման համար էր, մենք ինչ որ ավելի կսիրենք, որ Աստծո փակ չի բերեր, գուլքաբաշխություն։ Ուրիշ բան ավելի կսիրենք, քան Քարնուկ, քան Հիսուս, քան Աստված։ Եվ մենք այդ մշակույթին Բաբելոնի մեջն ենք, բայց մենք պետք չունենք, մենք կրնանք աշխարհի մեջ լալ, բայց աշխարհեն չլալ։ Այդպես ինչպես որ Սեդրակ, Միսակ, Աբեդնագո գրագի մեջ ներեցնին, որով չի ենթարկվեցան այդ մշակույթին, որ Նաբուկոդոնոսոր գուզեր որնեն, եւ այդ գրագը, որով տեսա որ չեն վարվել, որ չեն մաշիր, որ Աստված կբահեր որ իրենց այդ չար մշակույթի մեջ Բաբելոնի, կսավ գրագը 7 անգամ ավելի բարձրացուցի։ Եվ չեմ կարծեր աստիճան ուներ, այսպես չերմաչափ որ նայեցավ, այլ 7-նաբադի գսել է գադարյալ գրագ ու փոցը լա, որ փնաչին չլա։ Եվ նույն անձերը, որ այդ գրագին մեջ իրենց նետեցին եւ այդ գրագը փոցավարեցին, որ ավելի դակնա 7-նաբադիկ, իրենք վարվեցան, բայց Սեդրակ, Միսակ, Աբեդնագով պահվեցան այդ 4-րդ անձը, որ իրենց հետ էր, որում կպաշտեին, իրենց աչքը իրեն վրան էր, որ գսե մարդու որդի, որ Հիսուսն է, Աստված այնտեղ իրենց պահեց։ Գիտեք, որ հայտնության 15-րդ գլխի մեջ նույն պատկերը կա։ Այնտեղ կա ձուզումփի, այնտեղ կա ապագեղեն զովը գսե 15-րդ գլխին առաջին 4 համարները։ Եվ երկերք են որ սուրբերը։ Եվ անոնք որ վիշապին կպաշտեն, ճակատնում վրա այդ թիվը ստացած են, այսինքն անոր կպատկանելություն ունին, 666 թիվը, ոչ ֆիզիկական ես կխորիմ խորուրդ է, որ իրենք արդեն հոգինին այսօր, ով որ Քրիստոսի չի պաշտել բոլոր մտքով, արդեն անոր քերի է։ 666 թիվ ունի, փոխապերականորեն ինգած է, մարդուն չափանիշը եթե 7-7-7 կատարելության է, ինքը չի հասներ այդ կատարելության 666-ը։ Միտքը դարված է քերի դարձած է ուրիշ բանիմը Բաբելոնի եւ Նաբուկոդոնոսորի այսօրվա մշակույթին, քան Քարնուկի։ Բայց կսա այնտեղ սուրբերը այդ լիջին ապագեղեն զովի վրա, որտեղ Քարնուկը գա եւ հայրը գա եւ 7 զամբյուղները սուրբոքին գա, խորում բաներ գսեն, բայց վերջը քացեք կարդացեք 4-րդ եւ 5-րդ գլուխը ապագեղեն զով մգա, այնտեղը սուրբերը գերքեն, կպաշտեն, որ ինչպես Սեդրակ, Միսակ, Աբեդնագով այդ 4-րդ անձին հետ էին, կպաշտեին իրեն։ Մենք ալ այսօր այդ գրագի մեջն ենք, մեր շուրջն է, 7-նաբադիկ ավելի պիտի դառնա, այս աշխարհի վիճակը ավելի վատ։ Բայց մենք, եթե մեր հայացքը եւ շարունակենք ինչպես երեք մինչև հիմա այս չափտարի Աստծո փառք ուտամ ծեր հավատքի համար, ծեր հավատարմության համար, շարունակենք ով փոքր հոտ։ Աստծո թագավորությունը ծերն է գսե։ Մնացեք հավատարիմ, գենաց պսակը մեզի Տերը պատրաստ է տալու։ Հավերժության մեջ։ Մենք երկենք, փարապանենք, Քարնուկը պաշտենք, որ Քրիստոսն է, Քարն Աստծո, որ մեր մեղքերուն քավություն շնորհեց, ինչպես որ Քարնուկին արյունը խմեցինք եւ մարմինը գերանք, շարունակենք հարադեվել դարաբանքները եւ որ շատնա մի մտահոգմիկ, մի վախնակ, դերը նավու մեջն է մեր հետ, փոթորիկները ալեգործությունը մեր շուրջն է։ Դերը օրհնեցես, այստեղ ուզեմ ավարտել, փառք ուտամ Տերոջ, որ արիք տվավ, որ որքան ես ցեզ կքաչալերեմ, եսա կքաչալերեմ, որով նույն գրագի մեջ ես ալ։ Ինչեր կբադայվորին յանքիս մեջ, մայրս ինգավ, գոնքը գոդրեց, հիվանդություններ, մեր եկեցին, մահեր, Հայաստանի ինչեր է գանցնի, դարաբանքները, հոս դնդեսական վիճակը, հիվանդությունները, համաճարակները գշատնան եւ փոթորիկները ջամեյկա չեմ գիտեր ինչ ավելի զավալը պիտի շատնա, բայց այս բոլորի մեջ ցեր սիրտերը եթե ուղիղ իմ հայացքս Քրիստոսի վրան է,
Աստված այս բոլորի այս փոցավար ալիքներու մեջ, փոթորիկներու մեջ մեզի խաղաղություն եւ հանդարտություն կտա։ Աղոթենք, սիրելի երկնավոր Հայր, գաղութեմ, որ ամեն մեկը որ լսեցին այս խոսքերը լա, այս եկեղեցին այս դեղական եկեղեցի մեջ կամ լա եկեղեցիներու մեջ ուր որ գլսեն դեր իրենց տարաբանքներու մեջ հարադելու շարունակեն փանդի մեջ ալալան, եթե հալածվին, փորձություններու կմատնվին, ժամանակը 10 օր է գարջը ինչ որ փոխապերական օրեն Գանցնենք այս տարաբանքներու մեջ են, բայց հավիտենականությունը, որ գնաց պսակդ պիտի վայելենք, հավերժ պիտի լինի։ Պահե քո փոքր հոդդ, Հիսուսի սուրբ եւ պատվական անունով կխնդրեմ, Հայր Որդի եւ Սուրբ Հոգի։ Հալելույա, ամեն։ Եզրափակելու համար գիտենք, որ լավ օրերու մեջ չեն գաբրիր, եթե իբրև քրիստոնյաներ ապրիգեի Նիջերիո քաղաքի մեջ լայնք, պիտի ագանադես լայնք, որ 7000-ը ավելի քրիստոնյաներ մեր ցուցած են անցնող ամիսներու ընթացքին։ Դերը որմի այդ ապրիգեի եգրին Դեր մեզ արդում բայ, ըսկաստ բայ, գիտենք, որ չար օրերու մեջ կաբրինք, ուրեմն մեր հույսը դերոջը վրա տնենք և վստահենք իրեն, որ ան մեզի հավիտենական կյանք մխոստացած է։ Հոդնգայս հայր մերով վերջացնենք։ Զիքոյ արքայություն և զորություն և փառք հավիտյանս, ամեն։